իբրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջի ասում։ Սարան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի լույս, էլի բարեկամներ, Փարտիդը այսօրվա համար, ինչպես նկատեցիք, ես մենակ եմ այսօր ռադիո տաղավարում, այնպես պատահեց, որ այսօր հյուր պետք է ունենանք, բայց մի հրաշալի եղբայր պետք է լիներ այստեղ, բայց առողջական խնդրի պատճառով ասաց, որ չի կարող գալ եւ որոշեցի միայնակ վարել այսօրվա եթերը միասին նորից Փարտիրոջը, որ այս առավոտ հավաքվել ենք Տիրոջ խոսքի շուրջ եւ այսօր հրաշալի սարտողություն պետք է անենք Սաղմոսներից Դավթի Սաղմոսներից մեկը, որը շատ գեղեցիկ ընդհանրապես Դավթի Սաղմոսները շատ հիանալի են եւ այսպես տրամադրությունների հրաբուխ կա այս Սաղմոսների մեջ առավել զարմանք եւ հիացմունք Դավթի այս պորտկումները նկատում ենք Տիրոջ փառքի նկատմամբ, Աստծո գործելակերպի նկատմամբ, հաղթանակներ, դժվարություններ, պայքարներ, հաղթանակներ, ուրախություն եւ այս հրաշալի զգացողությունները փորձառություն էին դարձել Դավթի կյանքում, որը փոխանցվեց մեզ դարերի խորքից եկած այս սաղմոսները, որը երբեմն իրականության մեջ դառնում է մեր սաղմոսը, կարծես թե մեր կյանքը նկարագրած լինի Դավիթը եւ առավել Դավիթը չի պահել հեղինակային իրավունքները եւ այս սաղմոսները, որ հասել է մեզ, կարծես թե հենց մեզ համար է գրված, երբեմն նաև այսպես ասած կարող ենք այն սեփականացնել, դարձնել մերը այդ իրավունքը ունենք տվել է մեզ Տերը, որովհետև այս սաղմոսները Աստծո ներշնչանքով են գրված եւ այն ինչը Աստծուց է բոլորիս համար է։ Այսօր պետք է սերտենք 27-րդ սաղմոսը ընդհանուր իր բովանդակությունը եւ այս հասկանանք ինչ կապ ունենք մենք այս սաղմոսի հետ եւ ինչի մասին է գրված այս սաղմոսը, ինչ զուգահեռներ կարող ենք բերել, ինչ մեսիջ ունենք, այսինքն ինչ խրատ ունենք այս սաղմոսից եւ արդյոք սա ուրեմն մեր օրերի մեջ կարիք կա, որպեսի սա փորձենք հասկանալ եւ դարձնել մերը եւ այս փորձառություններով անցնել եւ իրականության մեջ քրիստոնյան ունի իր կյանքում այս փորձառությունները թե չունի, վերջապես շատ տարբեր տեսակ հարցեր կան, որ այսօր պետք է շոշափենք։ Ես շատ եմ սիրում Դավթի սաղմոսները սերտել, այն շատ ուրեմն բազմաշերտ, այսպես կարելի ասել, սերտողություն ունի իր մեջ, հասկացողություն ունի թե ռեալ իրականության մեջ եւ թե հոգեվոր իրականության մեջ պայքարներ, որը թե դրսից եւ թե ներսից համ մեր կյանքում տեղի ունենում եւ հասկանանք այս պայքարների հաղթանակի տրիումֆը կարելի ասել կամ հաղթանակի գարանտիան ինչպես է այստեղ մեկնաբանում Դավիթը հաղթանակի գարանտիան սկիզբը այս սաղմոսի շատ պայծառ, շատ ուրախ, այսպես սկիզբ է տալիս եւ հետո նկատում ենք ընդհանուր սաղմոսի մեջ ուրեմն պայքարների մասին, հաղթանակի մասին, Աստծո հրաշագործության մասին, Աստծո օգնության, զորության մասին եւ ինչպես անա հաղթական դուրս գալիս այդ ամեն ինչից մենք կսերտենք սա, կփորձենք հասկանալ եւ զուգահեռներ բերել մեր իրական կյանքում։ Բայց մի երգ եմ պատրաստել, որից հետո մենք նորից կմիանանք։ Իսկ ես ձեզ անպայման կխնդրեմ, որ կիսվեք այս եթերը ձեր Facebook-յան
ընկերների հետ, որպեսզի նրանք էլ օրհնվեն մեզ հետ միասին։ Իսկ հիմա ես պատրաստել եմ մի երգ, ելա դա ուրեմն Սայադյան քրոջ հեղինակային երգերից մեկն է, որ շատ սիրում եմ, իր երգերը ընդհանրապես շատ եմ սիրում, բովանդակային իմաստ ունի իր մեջ, նաև կարծես նաև աղոթք է պարունակում, եւ այս երգը լսենք, որից հետո նորից կմիանանք։ Դժվար է, փշոտ ու քարքարոտ է, ուներ է ճանապարհը, ոտքերս արյունոտ են, աչքերս արցունքոտ են դեր, բայց մեկ է քայլելու եմ, քո ետևից գալու եմ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, տիրոջս ետևից, տիրոջս ընդառաջ։ Արտասվում են, հոգումս ծնծություն է, երբ քեզ համար խաչվում եմ, գալիս է հարությունը, ու թե իմ զարդն ու թագը, լինի փշեպը սակըտ դեր, ես մեկ է քայլելու եմ, քո ետևից գալու եմ, մինչև վեր, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, տիրոջս ետևից, տիրոջս ընդառաջ։ Երբեմն անհնար է, ես գիտակցում եմ գինը, բայց այդ ամենասին է դեր, ես մեկ է քայլելու եմ, քո ետևից գալու եմ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, տիրոջս ետևից, տիրոջս ընդառաջ։ Տիրոջս ետևից, տիրոջս ընդառաջ։ Միջև վերջը շատ ներողություն, միջև վերջը շատ կարևոր է, սիրելի քույրեր եղբայրներ, հասնել վերջին, եւ եթե քրիստոնյայի վերստին ծնվածի մեջ այս գաղափարը չլինի,
հասնել միջև վերջ ամեն դեպքում, ամեն գնով, սա շատ լուրջ խնդիր է, բայց այսօրվա թեման մենք վերցրել ենք Սաղմոսներից և Սաղմոս 27-ից այսօր պետք է ուրեմն սերտենք Սաղմոս 27-ը, ուրեմն ես զուգահեռներ պետք է բերեմ նաև Ասափի Սաղմոսից 73 Սաղմոսը և շատ հետաքրքիր է մենք Ասափի մասին շատ բան չգիտենք ուրեմն բայց իր Սաղմոսները իրոք շատ հրաշալի են և այստեղ թե Դավիթի տրամադրությունը և թե Ասափի տրամադրությունը որքան նման է իրար սրա մասին էլ կխոսանք դեռ բայց սկսենք 27-րդ Սաղմոսից որովհետև շատ խորն է տանում այստեղ Դավիթը և փորձենք հասկանալ ինչի մասին է խոսքը առաջին իսկ համարից 27-ի մեկում նա այսպես դավանություն է անում հռչակում է հայտարարություն է անում շատ կարևոր հայտարարություն եւ այնքան հիմք կա այնքան զորություն կա այս հայտարարության մեջ այնքան վստահություն կա եւ ես հավատում եմ որ յուրաքանչյուր վերստին ծնված երբ որ անցնում է այս ճանապարհով ինչ որ մենք այսօր պետքա սերտենք ինչ որ Դավիթը անցավ անպայման իր հայտարարության մեջ իր դավանանքի մեջ անպայման այս խոսքերը կան ոչ թե այսպես ֆորմալ իմաստով որտեղ իրականության մեջ շատ ենք նկատում ֆորմալ բնույթ կրող հայտարարություններ որ Տեր իմ զորությունն է մենք հաստատ կանգնած ենք չենք վախենում բայց իրականության մեջ որքան է այն համապատասխանում մեր ներքին համոզմունքին մեր փորձառությանը դա արդեն ուրիշ հարց է որ շատ խորը անկեղծություն է մեզանից պահանջում որ իրոք դա այդպես է թե ոչ բայց նրանք ովքեր սիրում են եւ փափագում են գիտեք շատ կարեւոր է որ այս եթերները որ անում ենք այս տաղավարից ինձ համար իմ մոտիվացիան կարելի ասել թույլ տվեք այսպես ասեմ խոնարհաբար նա չի որ ինչ որ բան ասելիք ունենք կամ շատ բան գիտենք եւ փորձում ենք այդ փոխանցել զարմացնելու համար իրականության մեջ անկեղծ խոստովանեմ ինչպես նաեւ Պողոսն էր ասում մենք շատից քիչը գիտենք ես առավել կփորձեմ սա ասել մենք ես շատից առավել քիչը գիտեմ շատ ավելի քիչը գիտեմ այնպես որ իրականության մեջ իմ ցանկությունը համենայն դեպս սա է եւ սա սիրում եմ սա որ ինչ որ խոսենք ինչ որ փորձենք միասին վերլուծելու սերտելու համենայն դեպս թող նպատակը եւ մեր շարժարիթը սա լինի մենք իրար մեջ փափագ բարձրացնենք կարոտ տենչանք ինչ ասեմ ցանկություն նպատակ հա այսպես ասած ավելի խորանալու աստվածճանաչության մեջ եւ մեր այսպես ասած հոգեվոր կյանքում գրանցելու շատ ավելի հաղթանակներ եւ հաջողություններ հոգեվոր իմաստով եթե սա չկա եթե փափակ չի բարձրանալու մեր մեջ եթե կարոտ չի բարձրանալու եթե այսպես ասած ցանկություն չի բարձրանալու ավելի ճանաչել եւ խորանալ եւ հասկանալ հոգեվոր կյանքի բովանդակություն եւ բուն իմաստը ես չեմ կարծում որ այս հաղորդումը արդեն կարիք կա շարունակելու որովհետեւ անկեղծ ասեմ այսօր այնքան շատ են քարոզները եթե այս ծառայությունը ուրեմն դաթարի մի օր միևնույնն է շատ են քարոզները դու կարող ես ընդամենը մեկ հպումով մտնել ուրիշ ինչ որ ծառայություն ինչ որ ուրիշ քարոզ լսելու այնպես որ մեծ հաշվով շատ բան չի փոխվի եթե այս ծառայությունը փափագ ու կարոտ չի բարձրացնելու մեր Տիրոջը ճանաչելու նկատմամբ Միջև շարունակեմ կխնդրեմ որ նրանք ովքեր միացան կիսվեն այս եթերը իրենց ընկերների հետ ուրեմն սկսենք մեր Սաղմոսը առաջին խոսքից փորձել եմ
ուրեմն ժամանակի մեջ տեղավորվեմ, որոշ խոսքեր շատ արագ առաջ կգնանք, բայց եթե ամեն մի խոսքի վրա այն բաղկացած է 14 խոսքից, 14 նախադասությունից, 27 սաղմոս եւ ամեն մի նախադասություն իր այսպես ասած մեկնությունը, հատուկ մեկնություն ունի ընդհանուր բովանդակության մեջ, բայց կփորձենք տեղավորվել ժամանակի մեջ։ Տերն է իմ լույսը եւ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ։ Գիտեք, սա հայտարարություն է, սա դավանանք է, սա դավանություն է, ոչ միայն խոսքով, այլ նաև կյանքի մեր ընդհանուր տեսակով։ Ես ասեմ նաև հայացքով, մեր վերաբերմունքով, մեր գործելակերպով այն դավանանք է դառնում, այն թափանցում է հոգևոր իրականության մեջ, ինչպես Հիսուս ասեց, ով որ իմ անունը դավանի, մարդկանց առաջ ես նրան կդավանեմ, հրեշտակների առաջ այդպես ասում Տերը, այսինքն խնդիրը սա է, որ հոգևոր իրականությունը եւ ֆիզիկական իրականությունը մի ձևով շատ կարճ կասեմ, համագործակցում են իրար հետ։ Այն ինչ որ ֆիզիկական իրականության մեջ դավանանք է դառնում եւ ներկայացնում հոգևոր իրականությունը, կարծես թե փոխադարձ ձևով հոգևոր իրականությունը ներկայացնում ֆիզիկական իրականությունը, որն է այն տեսակը, որը դավանում է Տիրոջ անուն, կարծես փոխադարձ եւ համագործակցություն է տեղի ունենում, սրա մասին մի օր հատուկ ավելի խորը իմաստով կփորձենք հասկանալ, բայց ոչ միայն այստեղ հասկանում ենք դավանանք, այլ մի ձևով թույլ տվեք այսպես ասել, ինչ որ զարմանք, ինչ որ հիացում, ինչ որ կյանքի նոր տեսակ, կյանքի նոր որակ ձեռք բերած մարդ, որը շոշափելի ձևով իր մեջ նկատում է մի բան, որը փորձում է արտահայտել, այսինքն փորձառաբար ասելով, վաու, Տեր իմ լույսն է եւ փրկությունը եւ ես դադարել եմ վախենալուց, եւ ես դադարել եմ սարսափելուց, կարծես զարմանքի մի պորտկում այստեղ Դավիթը արտահայտում։ Գիտեք, իրականության մեջ քուրեր եղբայրներ, եթե այն քրիստոնյան, որը չի նկատում իր կյանքի մեջ այս տեսակ փոփոխությունը, երբ որ չի նկատում, որ դադարել է վախենալուց եւ սարսափելուց, սա ես ցուցիչներով պետք է առաջնորդեմ, ինչպես նկատել եք, ես շատ եմ սիրում ցուցիչ բառը օգտագործել եւ դա շատ կարեւոր է։ Այսինքն գիտեք, մարդը կարող է տարիներով հաճախի եկեղեցի եւ կրոնական բոլոր, այսպես ասած, ֆորմալ բնույթը պաշտպանի, բայց միևնույն է, իր սրտի մեջ միշտ վախերով եւ սարսափներով լցված լինի եւ դա դեռ վերջը չի, դա չի ողբալի վիճակը։ Ողբալի վիճակը դա է, որ մենք համակերպվել ենք այդ սարսափների եւ վախերի մեջ եւ ընդհանրապես ուշադրություն էլ չենք դարձնում։ Արդյոք իմ կյանքի մեջ փոփոխություն երևում է թե ոչ, արդյոք վախերը դադարել են իմ կյանքում, սարսափները դադարել են, արդյոք վստահություն կա Տիրոջ նկատմամբ, եւ եթե կա, ուր է այն պորտկումը, ուր է այն արտահայտությունը, ուր է ինքդ քո մեջ խոսալու այդ ընդունակությունը, երբ որ դու ինքդ քեզ հետ խոսում ես։ Գիտեք, սա ոչ թե միայն բարձրաձայնել էր նշանակում Դավիթի կողմից, այլ ինքն իր հետ խոսալ էր նշանակում։ Սա շատ կարևոր է։ Այն ինչ որ բարձրաձայնում ես առանց ինքդ քեզ խոսալու, դա ոչ մի արժեք չունի։ Սա այս միտքը հենց նոր եկավ, ես պետք է գրանցեմ, շատ կարևոր միտք էր սա։ Այն ինչ որ դու բարձրաձայնում ես առանց ինքդ քեզ խոսալու, այսինքն վստահ լինելու, այսինքն սա իրականություն է, սա փորձառություն է, հա? Ինչ նշանակում փորձառություն, այն ինչ որ դու շոշափել ես, ինքդ քեզ ես եկել եւ քո մեջ դա ուրեմն այդ փոփոխությունը նկատել ես եւ քո մեջ խոսացել ես հենց այս խոսքը, դու ես իմ լույսն ու փրկությունը, ես նկատում եմ, որ այլևս
չկա իմ մեջ վախեր եւ սարսափներ, սա զարմանքի, սա է պաշտամունքը, սա իրական պաշտամունքն է, երբ որ մարդը այս փորձառությունը նկատում է իր կյանքի մեջ, նա հաշտված չի վախերի եւ սարսափների հետ եւ դա նկատում է նա միթե սա հրաշք չի, միթե մենք չենք կարող ասել, որ Տերը իմ կյանքում հրաշք արեց, ես դադարել եմ վախենալուց եւ այստեղ Դավիթը ոչ միայն բարձրաձայնում է, այլ նաև ինքն իրեն գալով ինքը իր հետ խոսում է։ Գիտեք, ես մի բան եմ, մի խոսք կա, որ շատ սիրում եմ սա խոսույթ եւ կուզեմ նորից կրկնել, որովհետեւ իմ եթերների ժամանակ շատ հաճախ կրկնել եմ եւ ասել եմ այս խոսույթը։ Ամենալավ քարոզը երբևից է, որ դու կարող ես լսել եւ դա քո վրա մեծ ազդեցություն թողնի, դա քո քարոզն է ինքդ քո հետ։ Դա այն քարոզն է, որը դու ինքդ քեզ ես տալիս։ Եվ կարծես թե այստեղ Դավիթը հենց այդ գործն է անում եւ փորձում է անալիզ անել, վերլուծել, ինչ բացահայտել այս կարևոր, այսինքն եթե այս նախադասությունը չլիներ եւ երկրորդից սկսեր, գիտես շատ բան կիսատ կմնար, շատ հարցեր կբարձրանար, բա Դավիթ ջան ոնց է դա հասկացար, այդ փորձառությունը ինչպես տեղի ունեցավ, ինչ կատարվեց քո մեջ։ Հասկանում եք ինչքան կարևոր է եւ այս սաղմոսները ես համարում եմ մարգարեություն, շատ խորը մարգարծը, սա Աստծո սրտից խոսքեր են, որ ճիշտ աղոթք են ձևավորում մեր մեջ։ Գիտեք, եթե դու ուզում ես, որ պիտանի աղոթք ձևավորվի, որակով աղոթք ձևավորվի քո մեջ, դու պետքա սիրես սաղմոսները, դու պետքա սերտես նրանց եւ զուգահեռներ տանես քո կյանքի հետ, քո կյանքիդ, քո ներքին իրականության եւ արտաքին իրականության հետ, որի արդյունքում այս սաղմոսը դառնում է քոնը, քո մեջ ձևավորվում է, այսպես ասած, ճիշտ աղոթք, Աստծո սրտից աղոթք։ Ուրեմն շարունակենք Տերն իմ լույսը եւ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ, չարերն ինձ վրա են գալիս, որ իմ մարմինը ուտեն, իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր են ընկնում, թեև զորաբանակ էլ ինձ ուրեմն դեմ բանակ տա, իմ սիրտը չի վախենա, թեև պատերազմ էլ իմ վրա կենա, ինձ դեմ ես դարձյալ կհուսամ։ Նկատում եք, իրականության մեջ այստեղ Դավիթը շեշտը չի դնում իր վրա։ Այ եթե առաջին խոսքը չլիներ, մենք կարծես թե այսպես ասած ուրեմն կհասկանայինք, որ սա Դավիթը իր վրա է շեշտը դնում, բայց այստեղ իր վրա չի դնում շեշտը, Դավիթը անալիզ անում, վերլուծություն անում։ Արդյոք հիմա ես այս խոսքերը որ ասեմ, եկեք ամեն մեկս փորձենք վերլուծել։ Արդյոք իմ դեմ եթե բանակ էլ դուրս գա, մի հոգի չէ, բանակ։ Երբ որ դու միայնակ ես եւ քո դեմ բանակա ելել, արդյոք եթե դուրս գա իմ դեմ, սա ներքին ինքդ քեզ գալու արդյունքում է տեղ ունենում այս հարցադրումները։ Ես ուզում եմ հարց տամ, արդյոք այս հարցադրումները երբեմն ինքդ քեզ անում ես, իմ դեմ ինչ էլ որ դուրս գա, ես կվախենամ, թե չեմ վախենա։ Ինչն է ապացույցը, ինչն է այն ապացույցը, որ դու կհասկանաս, որ դու չես վախենա կամ կվախենաս, ապացույցը առաջին խոսքն է, Տերն իմ լույսն ու փրկությունը։ Եթե դա այդպես է, ուրեմն ամբողջ աշխարհն էլ եթե իմ դեմ դուրս գա, ես չեմ վախենա։ Նկատում եք այս կարևոր վերլուծություններ են սրանք, սիրելի քուրեր եղբայրներ։ Սա բարձրաձայնելու բան չի, սա ներքին ուրեմն հասկացողություն է, ներքին գիտակցություն է։ Քո մարդը երկու տարբեր, այսպես ասեմ, ոչ թե տարբեր, երկու կյանք ապրում միևնույն ժամանակ, ներքին եւ արտաքին։
եւ ներքին կյանքը շատ ուղիղ կապ ունի քո արտաքին կյանքի հետ դու արտաքին կյանքը կառուցում ես այնպես ինչպես քո ներքին կյանքն է եւ սրանք շատ ուրեմն զուգահեռ են ընթանում եւ սրա մասին մենք շատ պետք է մտածենք սերի քուրեր եղբայրներ Գիտեք, ինձ մի անգամ հարց տվեցին, որ ասում է Դավիթ ասում է Տեր իմ թշնամիներին զարկի նրանց ուրեմն փշրի նրանց ատամները ու հարց տվին, արդյոք դաժան չի այս աղոթքը, որ Դավիթը անում էր։ Գիտեք, եթե մենք միայն արտաքին կյանքին հետևենք, իհարկե շատ մենք գիտենք, որ Հիսուս ասում է սիրիր քո թշնամուն այսինքն աղոթք արա նրա համար, բայց սա ընդհանուր առմամբ կապ չունի այս նախադասությունների հետ, եթե մենք նաև փորձենք հասկանալ ներքին կյանքի մասին, մարդու ներքն աշխարհում ինչա տեղի ունենում, իրականում պատերազմներ։ Երբ որ մարդը վերստին ծնունդ է ունենում եւ իր մեջ մի նոր սերմ է սերմանվում, որը ծնունդ է տալիս նոր մարդուն երկնքի, այսպես ասած, երկնքից եկած, երկնքի սկզբունքներով գործող մարդը, իր մեջ սկսում են շատ մեծ պայքարներ, պատերազմներ, կարելի ասել, հին մարդու եւ նոր մարդու միջև։ Ես շատ բան չեմ ասի, դու արդեն պատկերացրիր ինչի մասն է խոսքը։ Եվ եթե այս նախադասությունները չենք կապում մեր ներքին իրականության մեջ տեղի ունեցող պատերազմների հետ, մենք շատ սխալ կհասկանանք Դավթի այս խոսքերը, բայց սրանք խոսում է չերևացող պատերազմների մասին, հոգևոր պատերազմների մասին։ Պողոս Առաքյալը ասում է բարի պատերազմը պատերազմեցի։ Ինչ արել Պողոս Առաքյալը։ Ներողություն, այո, Պողոս Առաքյալը։ Մենք այսինքն իր հոգևոր կյանքի ընթացքում ինչ պատերազմ արել։ Ինչպես կարող ենք դա մեկնաբանել, եթե ոչ այդ ներքին պատերազմը, որը նա կարողանում էր նոր մարդով հաղթահարել։ Նույնն էլ այստեղ կարծես այս երևույթի մասին է խոսում, իր ներքին պատերազմների մասին, վախերը դա սարսափ, ինչից է սարսափում, նորմալ է, ոչ կա սարսափ, հին մարդը, երբեմն մեր մեջ փորձում է վախեր սերմանել, շատ տարբեր իմաստներով, շատ տարբեր ճանապարհներով, սարսափելի երևակայություններով, ես շատ չեմ անդրադառնա սրան ժամանակի պատճառով, բայց եթե մենք չենք նկատում այն ներքին պայքարները եւ մեր ներքին ինքնության իրականության մեջ չկա պայքար, դա լուրջ խնդրեմ ասելի քուրեր եղբայրներ, եւ ասեմ շատերը դրանից են հիասթափվել եւ հեռացել հոգեվոր կյանքից, որովհետեւ չեն կարողացել դիմակայել, դիմադրել, չեն կարողացել պատերազմ մղել։ Այո, երբեմն ձախողումներ կլինեն, երբեմն վիրավորված կլինենք այդ պատերազմի ընթացքում, երբեմն հուսահատությունը կգա, բայց դա չի սարսափելին։ Սարսափելին նա է, երբ որ մենք հանձնվում ենք ժամանակից շուտ։ Տերը չի եկել նրա համար, Տերը մեզ վերստին ծնունդ չի տվել նրա համար, որ մենք դառնանք թշնամունը։ Վերստին ծնվածները նրանք պարտադիր են, նրանք թույլ տվեք այսպիսի արտահայտություն անեմ, պարտավոր են, թեև պարտվեն, բայց հաղթելու գիտակցություն ունեն, սա շատ կարևոր է։ Տերն են լույսն ու փրկությունը, ես ումից պիտի վախենամ, սա հաղթող գիտակցություն, հաղթանակի գիտակցություն ունեցող մարդու կերպարը, որ կարող է այս խոսքը ասել։ Անկամ իր պարտության մեջ, լսեք, շատ կարևոր է սա։ Մի վախեցիր, եթե ինչ որ բաների մեջ դու պարտություն ես կրել, միևնույնն է, դու հաղթության գիտակցություն ունես, որովհետև Աստծո բնույթը Աստված իր մեջ պարտություն, հասկացողություն չունի, նա գիտի ինչ բան է պարտությունը, բայց նա իր բնույթով պարտության գիտակցություն հանձնվելու գիտակցություն չունի։
ինքնություն Աստծո բնույթի մեջ չկա եւ եթե մենք ասում ենք Տերն է մեր լույսը եւ փրկությունը եւ ունից պիտի վախենանք սա նշանակում է որ մենք նույնականանում ենք նրա հետ մենք դառնում ենք այն տեսակը որը թեև ընկնի միևնույնն է նա կանգնելու ընդունակություն ունի եւ գիտակցություն վերջը հաղթանակով պետքա պսակվի սա շատ կարևոր է սա լուրջ գիտակցություն է եւ սա Դավիթ հասկանում է որ ինքը ձեռք է բերել դա նա հասկանում է որ այլևս այդ բանակները որի դեմ են դուրս եկել այդ ճնշումների տակ է որ ինքը մտել որ մեկը ճնշումներ չունի այս ֆիզիկական աշխարհի մեջ չկա այդպիսի մարդ բոլորն էլ թե հարուստ թե աղքատ թե երիտասարդ թե ուրեմն մեծահասակ մարդ հասկացողությունը ընդհանուր առմամբ ինքը ճնշումների տակ է կամ հանձնվում այդ ճնշումներին տրվում այդ հորձանքին աշխարհի ճնշումների եւ իր կյանքը մի կերպ այսպես գոյատևելով հասնում է իր ավարտին իսկ մեկն էլ հակառակը գնում այդ ճնշումների նկատում եք սա շատ կարևոր է որովհետեւ իր մեջ Տերն իմ զորությունը ինչ է նշանակում ես իմ մեջ կյանք ունեմ ես կյանքի գիտակցություն ունեմ եւ այդ կյանքը որ ես իմ մեջ ունեմ դա իմ զորությունն է եւ ինձ օգնում է որ հակառակ գնամ այդ գետի հորձանքին հակառակ լողանամ եւ այս ուրեմն Դավիթը հենց սրա մասին է խոսում դա զորություն է քուրեր եղբայրի դա թույլ տվեք այսպես ասել դա գերբնական զորություն է գերբնական որը քեզ ոչ մի ձև այն չի կարող խորտակել քեզ կճնշի քեզ կվերցնի քեզ երբեմն ուժերդ կսպառվեն բայց այն որ քո մեջ է եւ այն կյանքը որ քո մեջ է Տերով հասկանում ես շեշտը այստեղ քո վրա չի շեշտը Տիրոջ վրա է Տերն է իմ զորությունը ոչ թե ես մարդկորեն ոչ թե ես կարող եմ այն անել այսպես ճարպիկ տրամաբանություններով ուժով այլ նա է իմ զորությունը առանց նրա ես ոչ մի բան եմ ես ոչինչ չեմ կարող նաև այս գիտակցություն ուներ Դավիթի մեջ եւ չորրորդ խոսքը կարծես թե սկսում է փակագիծը բացել կամ ապակոդավորեն այն առաջին խոսքը որ ասում է Տերն իմ լույսն ու փրկությունը այսինքն ապակոդավորում է դուք այսպես մի քիչ տեխնիկական արդի տեխնիկական բարերով փորձենք հասկանալ ինչի մասն Դավիթ ինչ եղավ որ դու կարողացար հասկանաս որ Տերն է քո լույսը եւ ինչ կատարվեց քո հետ ինչպես դա տեղի ունեցավ հարցը չէ սիրելի քուրեր եղբայրներ սա լուրջ հարց է սա է աշակերտությունը երբ որ գիտեք մենք խոսում ենք աշակերտության մասին շատ հաճախ աշակերտը այսպես պիտի լինի իր խաչ բանը անձուրանա խաչը վերցնի գնա Տիրոջ հետևից այո եւ ամեն բայց բնույթը աշակերտի բնույթի մեջ եթե այս էլեմենտը չկա նա դադարում է աշակերտինից այսինքն ո՞րն է այդ էլեմենտը ինչու ինչպես հարցերն են ինչու ինչ եղավ քո հետ Դավիթ որ դու հասկացար որ Տերն է քո լույսն ինչ գործ կատարեցիր ինչ process քո մեջ առաջացավ որ հասար այդ դիքին հասար այդ գիտակցությանը որ դա փորձառաբար ունեցար եւ նա քեզ ազատեց սարսափից եւ վախից կարեւոր է թե չէ աշակերտը պետք է ունենա ինչու եւ ինչպես հարցը գուցե այդ պահին դու չես գտել այդ հարցի պատասխանը դա այդքան էլ վտանգավոր չի որտեղ միևնույն է այդ հարցը քո մեջ հնչելու է մինչև այն պահին երբ որ Տերը քեզ հայտնի ինչու եւ ինչպես իր ժամանակին չգիտեմ կարողանում եք ընկալել թե ոչ բայց սա շատ կարեւոր է աշակերտի մեջ ինչու եւ ինչպես հարցը չպետք է դադարի եթե դու ասում ես Տիրոջ աշակերտն եմ ապա ինչու շատ կարեւոր է երբ որ կարդում ես սերտում ես Աստծո խոսքը ինչու ինչպես դա եղավ Եթե չկա այդ հարցը,
դա քեզ համար ընդամենը Աստծո խոսքը, չգիտեմ, կամ դառնում է որպես պատմական փաստ, դառնում է որպես ինչ-որ գիտություն, մի ձևով, հա, շատ գիտես, լավ համարները կարող ենք սերտել, բայց այդ ինչում շատ կարևոր է։ Հարցը, չէ՞, օրինակ շատ ներողություն, մի քիչ սրա վրա ծանրանանք, որովհետև շատ կարևոր է։ Հարցը, չէ՞, Դավիթ, դու ինչպես եղավ, որ հասկացար, որ Տերն է քո զորությունը եւ ուրեմն փրկությունը։ Այն եղբայրն էլ էր ասում, Տերն է իմ փրկությունը, իմ զորությունը։ Բայց ինչ որ պարտություն կրեց։ Ես էլ էի ասում, ավելի շուտ եկեք շեշտ բանը մեր վրա մատնացույց, իմ վրա մատնացույցան։ Դավիթ եղբայր, ես էլ էի ասում, որ Տերն է իմ փրկությունը, ես երգում էի դաժե, հա, հազարավորներ, այսպես ասած, ծափ էին տալիս։ Շատերը ոգևորվում էին իմ այս երգից, որ ես երգում էի, Տերն է իմ լույսն ու փրկությունը, հա, ու շատ էին ուրախանում, պարում էին թռնում, բայց ես ձախողվեցի, ես նկատում եմ, որ իմ մեջ վախ եւ սարսափ կա, ինչպես դա տեղի ունեցավ, ես ուզում եմ հասկանալ, ես ուզում եմ վերջապես կեղծավորություն չանել, իմ մասին եմ խոսում, քուրդ եղբայրներ, ես կեղծավորություն եմ արել, որովհետև սրտից մեջ վախ ու սարսափ ես երգել եմ Տերն է իմ լույսն ու փրկությունը, ու չեմ անդրադարձել նրան, որ ախր Աբրահամ, խես ինքդ քեզ խաբում։ Երկու տարբերակ ունենք, կամ ինքներս մեզ խաբում ենք, ցույց ենք տալի, որ չենք վախենում, կամ մենք ասում ենք, ոչ, այդպես պետքա չլինի, սա կեղծավորություն է, սա ճիշտ չի, սա Տիրոջից չի, սա հոգևորը չի, սա ինչ-որ քողարկում է, սա ինչ-որ ֆորմալ բնույթ է կրում, ճիշտը սա է, եթե ես ասում Տերն եմ լույսն ու փրկություն, ուրեմն իմ մեջ վախեր պիտի չլինեն, ուրեմն սարսափներ պիտի չլինեն իմ մեջ, ոչինչ այս աշխարհում չկա, որ կարող է ինձ հաղթել իր վախով, նկատում եք ինչքան, ինչու, ինչպես է դա տեղի ունենում, եւ Դավիթը հրաշալի ձևով սա ուրեմն մեկնաբանում է 4-րդ խոսքից մի բան եմ խնդրում Տիրոջից, սրա մասին ես կարելի է մի ժամ խոսակ քուրեր եղբայրներ, գիտեք, մեր խնդրանքները, թույլտվեք մի քիչ անկեղծ լինենք, մեր խնդրանքները ավելի շատ վախերից եւ սարսափներից են մոտիվացվում, մեր աղոթքները, նորից եմ ուզում ասեմ, շատ անգամ մեր աղոթքները մոտիվացվում են վախից եւ սարսափից, քան մի հատ բանից, որի մասին Դավիթը խոսում է, այս մեկ բանը թողած, մենք բազմաթիվ բաներ ենք խնդրում Տիրոջից, բայց այս մեկը չկա, եւ այս բազմաթիվ բաները, որ խնդրում ենք Տիրոջից, անորակ, ցածր մակարդակի, անիմաստ, եւ երբեմն Տիրոջ համար տհաճ նախադասություններ են դառնում, անընդունելի, ես չեմ հնարում, Տերը հին ուխտի մեջ ասում է զզվել են այդ զոհերից, այդ աղոթներից, որ դուք ինձ եք ուղում, կուշտ է միջև հոգիս զզվել է, Տիրոջ դրած օրենքներն էր դա, նրանք անում են շատ հստակ, շատ վարկյան առ վարկյան, մեկ առ մեկ, ճիշտ տարին համապատասխան, անում էին, եւ իրենց աղոթքները, գիտեք ինչ տեսակ էր, վաու, որ իմանաս ինչ աղոթքներ էին անում, ինչ նախադասություններ, ինչ հռետորական, չգիտեմ, բայց անորակ, Դավիթը այդ տեգերումների մեջ, այդ փնտրտուքների մեջ, գիտես այս քուրեր եղբայրներ, մենք չենք կարա վերցնենք այս նախադասությունը, այս սաղմոս ուղակի ասենք, ոչ, քեզ այս սաղմոսը կհասնի այն ժամանակ, ինձ ու քեզ, երբ որ այդ տեգերումների մեջ, մեր աղոթքների տեգերումների մեջ, մեր աղոթքները վերլուծության, այսպես ասած, մակրազատման
թույլ տվեք այս խոսքը ասեմ, աղոթքը մեր պետքա մաքրվի, մեր աղոթքը պետքա մաքրվի, հարցերը պիտի հանվի, շատ հարցեր, և մեկ բան եթե մնա, ու սա մնա, այսա կլուծի քո բոլոր հարցերը, այդ ոնց կարելի ասել ես, ինչքան, նայք, հեշտ չի, Դավիթ այնքան անալիզ և վերլուծություն էր արել, այնքան բաներ էր հանել շպրտել իր աղոթքի մեջից, այնքան էր հասկացել, որ ես էլ ավելնորդ աղոթելը, սա էլ ավելնորդ աղոթելը, ես ավելնորդները հանել էր, այնքան ու գուցե իր սրտի մեջ վախեր կար, ճիշտ եմ անում, թե չէ, Տեր, ես ինչ-որ զգում եմ, որ ես աղոթները, ինչ-որ իմիջայլոց է, ինչ-որ ճիշտ չի, ինչ-որ արհեստական է, ինչ-որ կեղծավոր է, ինչ-որ կենտրոնացնում է իմ վրա, ինչ-որ իմ համար է, ոչ թե քո, ինչ-որ խանգարիչ հանգամանք ունի, ինչ-որ պատնեշ է իմ և քո միջև անգամ ես աղոթքը, նկատում եք, և նա սկսում էր հանել, ու իր սրտի մեջ վախեր կար, Տեր արդեն հասնում եմ հատակին, արդեն էլ կարծես թե բան չկա աղոթելու, կարող սխալ եմ անում, Տեր, որն այն ճիշտ աղոթքը, որ ես կարող եմ քեզանից խնդրել, չգիտեմ ես, որն այն ճիշտ աղոթքը, որ կարող եմ քեզ անել և դու սիրես այդ աղոթքը, հասկանում եք, կարճ նախադասություն է, չէ, բայց մի աշխարհ կա դրա մեջ, մի ներվեր կա դրա մեջ, հասկանում եք, ինչ-որ ապրումներ կա դրա մեջ, ինչ-որ զտում կա, գիտեք, զատվել կա, զատիկ կա այդ աղոթքի մեջ, չգիտեմ, ճիշտ եմ ասում ես բառը թե չէ, ու հանկարծ գալիս է և մի հատ կետի վրա է կանգնում Դավիթը, իր աղոթքները անալիզ անելուց և կտրելուց իրանից հոգնած այդ աղոթքներ, հոգնած բառերը, հոգնած ես քիչ կուզեի առաջ գնալ և այսօրվա այսպես ասած երևույթներից օրինակներ բերել, բայց չեմ անելու ես միայն այս բառն եմ ասելու ես ինքս էլ Երբ որ փոքրիկ անալիզ եմ անում, այսպես չէ, բայց փոքրիկ, բայց կուզեմ շատ ավելի զորավոր լինի ու զորանա իմ մեջ իմ աղոթների անալիզը, ես կուզեմ ու հանկարծ նկատում ես այդ հոգնած բառերը, հոգնած, արժեքազրկված, շատ անգամ վիրավորական է դա արդեն Տիրոջ համար այդ աղոթքները, թվում է թե հոգևոր տերմիններ ենք օգտագործում, բայց այնքան հոգնած է այդ աղոթքները, իրոք, Հիսուս, որ ասում է եկեք ինձ բոլոր հոգնածներ, այն նրանք այդ տեսակն է, որ ես էլ եմ, ես ինչ չեմ առանձնացնում, սրբի տեղ չեմ ուզում դնեմ, ես ուզում եմ անկեղծանամ, այդ հոգնածներ, այդ հոգնած աղոթքի տերերն են, որ մի օր արթնանում են հանկարծ ու հասկանում են, որ հոգնած է իմ աղոթքը, զտման կարիք կա, կտրելու կարիք կա մեր կյանքից, այն իրանց Հիսուս ասում է եկեք ինձ մոտ, մի բան եմ խնդրում Տիրոջից, մի բան, չգիտեմ, քո մեջ արթնանում իմ մեջ հենց ես չգիտեմ, ես հանդիմանվում եմ, ես խոստովանում եմ, ես ինձ լույսի առաջ եմ բերում, սա ներքին իրականություն, սա պետք է ոչ թե միայն այս եթերների ժամանակ, այլ մեր կյանքի բոլոր պահերին փորձենք ավելի անկեղծանալ, սա Դավիթի խորը անկեղծության արդյունքում է ծնվում այս աղոթքը, հասկացել եմ Տեր, այս մի բանը եթե ունենամ, այս մի բանը ամեն ինչ լավ է լինելու, հաջողությանս գարանտիան այս մի բանն է, մեկ բան եմ խնդրում Տերոջից և այն շատ կուզեի, որ լիներ, խոսա քո հետ, խնդրում եմ քո հետ խոսա, քեզ սա շատ է պետք ինձ և քեզ, մի բան եմ խնդրում Տիրոջից,
եւ այն շատ կփափագեի, որ Տիրոջ տան բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում։ Խոսանք մի ժամ էր սրա մասին, մեր ժամանակը ավարտվում էր ցավոք սրտի։ Նայեք, Դավիթը չի խոսում Տիրոջ տունը այցելեմ, չի խոսում դրա մասին, ասում է բնակվեմ, սա լուրջ հարց է, բն ապրեմ, խարիս գցեմ, սա իմ տունը լինի, սա իմ հարազատ վայրը լինի, ուր էլ գնամ իմ քայլերս բերի իմ տուն, այստեղ եմ ես հանգիստ, այստեղ եմ ես լավ զգում ինձ, այստեղ եմ վայելում իմ հոր ներկայությունը, այստեղ են լուծվում իմ բոլոր հարցերը, մարդիկ այսօր իրենց հարցերը լուծելու համար ուր ասես գնում են, ուր ասես խարիսխ են գցում, չգիտեմ, ում ասես դիմում են, բայց ոչ իրենց հորը, որտեղ ասես կարող են բնակարան դարձնել իրենց համար, Դավիթը հասկացել էր, որ մի տեղ կա, որ իր համար շատ կարևոր է եւ այդ Տիրոջ տան մեջ բնակվելն է։ Իմ կյանքի բոլոր օրերում ինչի Դավիթ, ինչն է պատճառը, ինչի ես դու այդքան սիրում, ինչպես եղավ, որ այդ տունը քո հարազատ վայրը դարձավ, նայեք ինչ ասում։ Ոչ թե որ այնտեղ լիք ուտելիք կա, հագնելիք կա, կոմֆորտ կա, այլ նրա համար, որ Տիրոջ փառքն է այնտեղ, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով մտիկ տամ։ Տեր Աստված, ինչ ուժեղ այս խոսքը։ Դավիթ, դու անելու բան չունես, դու լիքը խնդիրներ ունես, լիքը պրոբլեմներ ունես, ու դու ասում ես մտանվեմ Տիրոջ տանը, ու Տիրոջը փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով մտիկ տամ, էլ բան ու գործ չունես, այստեղ է մեր խնդիրը, սիրելի քուրեր եղբայրներ, մենք սա թողած, մեր կրոնական, թույլ տվեք ասեմ էլի, թույլ տվեք, սա թողած, մեր կրոնական բան ու գործին ենք, ես էլ, ցավոք սրտի ես էլ, այնինչ այստեղ, սա գաղտնիք է, քուրեր եղբայրներ, սա բացահայտվելու կարիք կա, այս գաղտնիքը հասկանալու կարիք կա, երբ որ այս գաղտնիքը բացվում է մարդուն ու հասկանում է, որ իր հաջողությունը այս սրա մեջ է, բան ու գործը դա զբաղմունք է, գիտեք, թույլ տվեք մի կարճ խոսանք դրա մասին, եթե Տիրոջ մասին ենք խոսում եւ մենք ասում ենք մենք վերստին ծնված ենք եւ Աստծո որդիներ ենք եւ եթե այս փափագը այս ցանկությունը, չգիտեմ ինչ ասեմ, փափագ բառը գիտեք ինչ ուժեղ բառ է, փափագը ուզել չի միայն, ուզել չի, ոչ, դու կարող շատ բաներ ուզես, փափագը ուրիշ բան է, փափագը սա է, երբ որ դու հասկանում ես, որ շատ թանկ է եւ դու նրան ձեռք բերելու կարիք ունես եւ դու կենտրոնանում ես դրա վրա պատրաստ լինելով ամեն ինչ թողնես կյանքդ վտանգի տակ դնելով հասնես դրան եւ ձեռք բերես այսի փափագը որ քեզ հանգիստ չի տալիս մեջիցդ քեզ ուտում է այսի փափագը այդ Դավիթ այդ տեսակ այդ դայա մեկնաբանում ասում է իմ մեջ մի բան կա որ ինձ բզում է ինձ հանգիստ չի տալիս ինձ քուն չի տալիս ինձ հետապնդում է մի ձևով եթե ես դա չանեմ կարծես թե կմեռնեմ այդ տենց բան է փափագը դա բոմբ է դա շատ ուժեղ է ու նա քեզ մղում է գնալու էքստրեմալ քայլերի դրա մեջ ադրենալին կա ընկալում եք ինչի մասնախ այդ Դավիթը այս բառն է օգտագործում փափագում եմ այսինքն
չեմ կարող դադարել, չեմ կարող հաշտվել, չեմ կարող համակերպվել, ես պիտի հասնեմ դրան։ Այս այա, նայեք, խնդիրը դա չի, որ դեռ տիրոջ տան բնակության մասին շատ գաղտնիքներ մեզ չի բացվել, դեռ չենք հասկանում ինչ կարևոր է դա, դեռ չենք հասկանում, որ կարելի է բան ու գործը թողնել, զբաղմունքը թողնել ու ուղղակի հետևողականորեն այս process-ը ունենալ մեր կյանքի մեջ, ապրել Տիրոջ տան մեջ եւ նրա տաճարին զննելով մտիկ տալ։ Այ դեռ աղոտ է մեր կյանքում, դա դեռ խնդիր չի դա կլուծվի այդ խնդիրը։ Խնդիրը գիտեք ինչ է, երբ որ փափակ չկա։ Այ խնդիրը սա է, որովհետև այդ փափագները քեզ կարող են հասցնել այս բարձրագույն երկնային գիտակցությանը, ամեն դեպքում իմ կյանքիս իմաստը սա է, եւ ես հասկանում եմ, որ ես պետք է հասնեմ սրան, որովհետև Տերը սա է ուզում մեզանից, որ իր տան մեջ իր զավակները բնակվեն եւ տեսնեն Աստծո փառքը եւ այդ տաճարին զննելով մտիկ տան, որովհետեւ շատ բաներ կա այդ տաճարի մեջ, որ դեռ պետք է բացահայտենք ու հասկանանք։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Գաղտնիքը սրա մեջ է, քուրեր եղբայրներ։ Ու նա հասկանում է, որ Աստծո տաճարի, ես տաճարի մասին էլի համարներ ունեմ, ուրեմն թույլ տվեք 5 րոպե ուրեմն օգտվել այս առիթից, որն է տաճարը Աստծո, ուրեմն նա հեռու չի, գիտեք, իրականության մեջ թույլ տվեք ասեմ, դա Մատթեոս բառացիկ ասեմ, Մատթեոս 6:6-ը, երբ որ Հիսուս աղոթքը սովորացնում է անել, Հայր մեր աղոթքն է սովորացնում, սա բանաձև է, աղոթքի ճիշտ որակով աղոթքի բանաձև, սրա մասին մի օր առիթ լինի ընդհանուր սերտողություն կանենք, բայց մի գաղտնիք է բացում Հիսուս այստեղ, որն այդ տաճարը, որտեղ այդ տաճարը, ոնց կարող ենք հասնել այդ տաճարը, ոնց այդ տաճարի ճանապարհային քարտեզը, եւ Հիսուսը մեզ սովորացնում է, այն շատ մոտ է, դու չես պատկերացնի, թե որքան մոտ է այդ տաճարը քեզ, նա հենց քո մեջ է, Հիսուս սիրուն է ասում այս խոսքը, մտածիր, երբ որ աղոթք ես անում, մտիր քո ներքին սենյակը եւ դուռդ փակիր եւ աղոթիր Աստծուն, որ նա ծածուկումն է, վաու, փաստորեն Աստված մեր մեջ է, բայց մենք չգիտենք, վաու, փաստորեն Աստված մեր մեջ է, բայց մենք նրան շատ հեռուներում ենք փնտրում, մեզ խաբել են, թշնամու գիտես ստրատեգիաներից, ամենասարսափելի ստրատեգիաներից մեկը, գիտես ինչն է, երբ որ դու դեռ չես հայտնաբերել Աստծուն քո մեջ, եւ նա միշտ փորձում է շեղել քեզ, այդ ճանապարհից շեղել, որը շատ մոտ է, այստեղից մինչև ստեղ, ընդամենը մի քանի սանտիմետր, դու ֆիզիկապես եմ ասում, բայց երկինքն է քո մեջ կառուցում, Աստված քո ծածուկումն է, եւ այդ ծածուկի ճանապարհը շատ անգամ չգիտենք էլ, որքան մոտ է, փնտրի նրան քո մեջ, բայց process կա, դու պետք է նախ իմանաս, որ դու սենյակ ունես, ներքին սենյակ, երկրորդ process-ը, դու պետք է իմանաս, որ սենյակը դուռ ունի, որ կարող ես փակել, կտրվել դրսից, մենք երբեմն եղբայրներ են լինում այստեղ հյուրեր, եւ դրա մասին շատ է խոսվում, փակել դուռը, դա սովորել է պետք, եւ Դավիթ հենց այդ գործն էր անում, երրորդ բանը, դու պետք է իմանաս, որ դա քո տունն է, եւ ինքդ քեզ գնալու այս հաճախականությունը պետք է ավելի ու ավելի հաճախ լինի,
Պարզ մեծ ես իմ գախնիկ այո սա գախնիկ է բայց նրանք ովքեր հասկանում են սա եւ փորձում են հասկանալ եւ փափագ ունեն հասկանալու ու նկատում են որ ինչքան հեշտ է ինչքան հասանելի է նա որքան հասանելի է Տերը որքան հաճախ կարող ենք հաղորդակցվել նրա հետ եւ Դավիթ հենց դա է անում նկատում եք ներքին չերևացող մարդու ես սկզբից խոսացի մայրը ուզում մարդու արտաքին կյանքը եւ ներքին կյանքը երևացող մասը եւ չերևացող մասը այ Դավիթը հենց դրա մասին է խոսում նաեւ մեր ներքին կյանքը եւ արտաքին կյանքը գիտեք ինչ երբ որ մենք ասում ենք ներդաշնակվել Աստծո հետ նույնականանալ մեկանալ Աստծո հետ մենք այդ բառերը շատ ենք օգտագործում սա նշանակում է որ քո ներքին կյանքը եւ արտաքին կյանքը ներդաշնակ են քո ներսն ու արտաքինը տարբեր չի քուրեր եղբայրներ եւ սա ցավոտ կողմերից մեկն է շատ քրիստոնյաների ոմանք նկատում են ոմանք չէ ոմանք պայքար ունեն իրանց մեջ Տեր Աստված իմ ներսը ուրիշ բան է դրսով ուրիշ բան է իմ արտաքին կյանքս ցույց է տալի որ ես հավատացյալ եմ դաժե առավել շատերը գիտեն թե ես օծյալ եմ խաբել եմ ես մարդկանց բայց ինքս ինձ եմ խաբել ես քողարկել եմ իմ դառը ներքին աշխարհը դառնությամբ լեցված որ ընդհանրապես չկա տաճար եւ հանդիպում չկա Տիրոջ հետ բայց Աստվածաշունչը լավ գիտեմ անգիր ոնց է դա տեղի ունենում ինչ է կատարվել ինչի պետք է այսպես լինի ոչ երբ որ ես ասում եմ ես Տիրոջ հետ մեկացած եմ դրա ցուցիչը սա է իմ ներքին հոգևոր կյանքը եւ արտաքինը շատ համահունչ են երկինքը միանում է երկրին հոգևորը միանում է ֆիզիկականին քուրեր եղբայրներ եւ դա քո մեջ է տեղի ունենում իմ եւ քո մեջ հենց Դավիթը սա էր ասում եւ ապացույցը ո՞րն է ապացույցը նայեք որովհետեւ չար օրում նա ծածկում է ինձ իր խորանի մեջ ուզում ես ապացուցեմ որ այդ խորանը դու ես այդ խորանը ուրիշ տեղեր չի հեսա ապացուցեմ դա գրված առաջի Կորինթացիս 3:16 եւ 6:19 խոսքում ես պետքա կարդամ կներեք Չգիտեք, որ Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում Եթե մեկ Աստծո տաճար ապականի, նրան էլ Աստված կապականի, որովհետեւ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Տեսա՞ր ապացույցը։ Հաջորդ տողը կարդանք 6:19 ուրեմն Եվ եթե երկու անգամ սա գրված է, հաստատում է, որ սա մարգարեական փաստ է, սա փաստ է։ Կամ չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, եւ նրան Աստվածանից ունեք, եւ ձերը չէ։ Վերջ, ձերը չէ։ Դու չես քո տաճարի տերը։ Նա է քո տաճարի տերը, այսպես է հոգևոր կյանքը եւ այդ խորանի մեջ որ Դավիթ ասում է Տեր նայեք ինչա ինչ գեղեցիկ է այս խոսքը ուրեմն Տեր եթե հարցակում կա իմ վրա եթե ճնշումների տակ եմ ես մի տեղ ունեմ թաքնվելու եւ մի տեղ կա որտեղ որ ես լինեմ Ես զորացած կլինեմ եւ այնտեղ խավարի չար ձեռքը չի կարող հասնել դա քո խորանն է
երբ որ դու ինքդ քեզ ես գալի եւ այդ ճանապարհը գիտես քո սենյակի եւ դուռը փակել գիտես եւ այնտեղ ծածուկում Աստծուն բացահայտել գիտես, ճանաչել գիտես, նա էլ քեզ կպահի, որովհետև դա ամենաապահով տեղն է քո կյանքի մեջ։ Սա շատ զորավոր է, քուրեր եղբայրներ, շատ կարևոր է։ Եվ շարունակությունը, եւ հիմա իմ գլուխը կբարձրանա իմ թշնամիների վրա, որին 4 կողմով կան, եւ նրա խորանի մեջ գոհության պատարակներ կմատուցանեմ, կերքեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը, նրա խորանի մեջ գոհության պատարակ, դուրսը փոթորիկ է, դուրսը քեզ է սպասում, որ դուրս գաս եւ ուտի քեզ, հա, նա քեզ է սպասում, որ շեղի քեզ, դուրս հանի քեզ քո տիրույթից եւ մցնի տիրույթի մեջ, սրանք սաղ մեսիջներ են, քուրեր եղբայրներ, որքան ենք մտել մենք սատանայի տիրույթ, ուզեցել ենք այնտեղ հարցեր լուծենք, բայց հենց այդտեղ է, որ մենք ձախողվել ենք, քուրեր եղբայրներ, քո տիրույթի մեջ մնա, քո խորանի մեջ մնա, քո Տիրոջ ներկայության մեջ մնա եւ այնտեղ ոչ մեկի մատը չի կարա հասնի, դու գիտես արդեն քո տաքուկ տունը, քո բնակարանը, Տիրոջ տաճարը, նա Տիրոջ վայրն է, նա Տիրոջն է պատկանում։ Փառքեստեր։ Լավ, այսքանով վերջացնենք, ես մնացածը ուզում եմ թողնեմ ձեզ, սկսեք վերլուծել 7-րդ խոսքից մինչև 14-րդ խոսքը, ինչ որ պետք էր ասվել, ինչ որ պետք էր կարևոր, իհարկե շարունակությունը դեռ շատ վերլուծելու բաներ կա, բայց գիտեք ինչ, ճանապարհային քարտեզը մենք որոշակիորեն հասկացանք ինչպես է դա տեղի ունենում, երբ որ մենք սկսում ենք արտահայտվել ինքներս մեզ այս խոսքը անկեղծ հողի վրա, Տերն եմ լույսը և փրկությունը, ես ումից պիտի վախենամ, սա մեր նշանաբանն է, սա Աստծո որդիների նշանաբանը պետքա լինի և շատ անկեղծ, շատ փորձառաբար, շատ վստահ, տեսած մարդու տեսակ ասա, հալելույա, փառք Տիրոջս, այստեղ վերջին խոսքը շատ գեղեցիկ ասում, սպասիր Տիրոջը, դա հոգևոր արժեք է սպասելը, գիտեք սպասելը, քո ժամանակի մեջ չէ, իր ժամանակի մեջ, և դա մենք հասկանում ենք իր ժամանակը, քուրեր եղբայրներ, Տիրոջ հետ ծածուկում, Տիրոջը հետ հարաբերությունը մեր ներքին սենյակի մեջ մեզ սովորեցնում է, ես ասեմ ու վերջացնեմ, շատ կարևոր բան է, երբ որ մենք գտնում ենք այդ ծածուկը և ներքին սենյակը մեր մեջ լինելով Աստծո տաճար, մտնելով սրբության սրբոց, այդ ներքին սենյակը սրբության սրբոց նույն զուգահեռ ունի և այնտեղ հանդիպում ենք Տիրոջ հետ այդ ծածուկում, գիտեք ինչ ենք սովորում, մենք սովորում ենք, ուզում եմ լավ ասնեմ, որ սա քեզ տեղից շարժի, գիտես ինչ կարևոր բան ենք սովորում այնտեղ, մենք սովորում ենք հասկանալ Տիրոջ ժամանակները, ոչ թե մեր ժամանակները, քո ժամանակը անցավ, դու ես էլ քո հետ միասին կարևոր չենք, մենք կարևոր չենք, կարևորը ինքն է, որը մեզ կարևորացնում է, հասկանում եք, սա շատ կարևոր է, եթե մենք կարևոր չենք, ուրեմն մենք պետք է սովորենք իր ժամանակները և իր ժամանակների մեջ տեղափոխվենք, ստեղ արդեն որ ձևավորվում է մեր մեջ սպասել Տիրոջը, հալելույա, փառք ես Տեր, աղոթենք, Տեր սիրում ենք քեզ, սիրում ենք քո խոսքը, կատարյալ չենք սրա մեջ, անգամ երբեմն փորձառաբարել չունենք այս փորձառությունը, չենք ունեցել, բայց սիրում ենք սա և ուզում ենք մեր մեջ փափագներ արթնացնես, Տեր, մեզ ներշնչես, կամենալ և անելը, Տեր,
ուզում ենք փափագենք բնակվել քո տան մեջ, որը մեր ներսում է, դա քոնն է, դու ես դա կառուցել, կառուցում ես ու երբ որ մենք ոչ միայն բնակվում ենք, այլ սկսում ենք տեսնել ինչպես է կառուցվում այդ տաճարը Սուրբ Հոգու ձեռքով մեր մեջ, զարմանում ենք, հիանում ենք, ուրախանում ենք, ասում ենք սա ենք ուզում Տեր եւ դու հետաքրքիր մի գործ ես անում մեր մեջ Տեր, մեր ներսը, ներքինը ու արտաքինը համընկնում է իր հետ, համահունչ է դառնում, ներդաշնակ է դառնում եւ դա մեզ ուրախացնում է Տեր, այդ տեսակն ենք ուզում լինել Տեր բարձրացնում ես մեր փափագներ Տեր Հիսուս, հալելույա, որ դու փառավորվես, որովհետև դու ես կարևորը, ոչ թե մենք Տեր, մենք անցողիկ ենք առանց քեզ, մենք ոչինչ ենք, մենք կարևոր չենք, բայց դու ես մեր համար կարևոր եւ մեր կյանքի շեշտը ուզում ենք քո վրա դնենք, ոչ թե մեր եւ այդ դեպքում մեր աղոթքները հիղանալի մենք էլ ենք զարմանում, թե ինչ աղոթք է բարձրանում մեզնից ու մեզ ուրախացնում է դա, մեզ շինություն է տալիս Տեր, մեզ ուղղորդում է Տեր, մեզ հաջողություն է բերում, քո հաջողությունը, երկնքից եկած հաջողությունը Տեր, շնորհակալ ենք, թող այս խոսքերը բնակվի մեր սրտի մեջ, թող այս խոսքերը մեզ ուղղորդի դեպի մեր ներքին սենյակ եւ սովորեցնի մեզ դուռը փակել եւ միայնության մեջ, մենիկ պահերի մեջ, կտրվելով այս աշխարհի թոհու բոհից քո ներկայության մեջ մտնել մեր ներսում Տեր, սկսել ուսումնասիրել քո խոսքը, նկատել քեզ, քո խաղաղությունը մեր սենյակի մեջ տարածվի, քո տաճարիդ մեջ Տեր, եւ այնտեղ խավարը տեղ չունի Տեր, այնտեղ ոչ ոք չի կարող մտնել, որովհետև դա քոնն է, քո սեփականությունն է, իսկ ինչը որ քոնն է, դա սուրբ է Տեր, դա մաքուր է Տեր, Հայր այս աղոթքը արեցիք մեր Տեր Հիսուսի անունով, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի քույրեր եղբայրներ, այս հրաշալի պահերի համար սիրում ենք ձեզ, մնացեք խաղաղությամբ, էլ չեմ ասում, որ մենք ուրեմն սա վերջին անգամ եմ ասում, էլ չեմ ասելու, խոնարհաբար հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, բայց դրվել է մեր սրտում, որ իրոք որոշակի մենք էլ մասնակից լինենք այս երեխաներին ուրախացնելու գործում, կան գյուղեր, որոնք աղքատ են եւ շատ չեն գնում այնտեղ, երեխաներ, որոնք իրոք իրենց աչքը ճանապարհին է, որովհետեւ մի քանի տարի փորձել ենք այդ ծառայությունն անել, ուրախացնել իրենց եւ այս տարի ենք ուզում այս վերջին անգամ եմ ասելու, էլ չեմ ասելու, որովհետեւ արդեն ժամանակ չկա։ Եթե հասցնենք մի փոքրիկ գումար հավաքենք, մենք օգտակար կլինենք եւ կուրախացնենք շատ երեխաների, առավել թափանցելով, այսպես ասած, երեխաների միջոցով իրենց ծնողներին եւ ընտանիքի մեջ Աստծո խոսքը խոսալով գոնե հոգեվոր արժեք էլ կփոխանցենք ինչ որ ձևով փափակ իրենց սրտում ճանաչելու Հիսուսին Տեր օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամին 9 իսկ եթե ինչ որ մեկի սրտում դրվել է կարող է ինձ հետ Facebook-յան էջի հետ կապվել նամակով մենք ուրեմն անպայման կկապվենք ձեզ հետ մնացեք խաղաղությամբ Մարանաթա Տերը շուտով գալու է